Նոր միտքը լույսի բանակի իշխանության օրոք ձևավորվելու ու գործարկվելու է հետևյալ կերպ. նախ եւ առաջ մտքի ազատագրում պարտված տրամաբանությունից։ Մենք չենք վերլուծելու ապագան պարտության լեզվով, այն ոնց որ մեզ սովորացրել են մտածել, որ չի կարելի, մեզ թույլ չեն տա, մենք փոքր ենք եւ այլն։ Այս ստրկամիտ ձևակերպումները ու դրանք դուրս են լինելու մեր պետական բառապաշարից։ Նոր միտքը սկսվում է այնտեղ, որտեղ պետությունն իրան տենում է ոչ թե որպես օբյեկտ, այլ որպես նախագծող սուբյեկտ։ Լույսի բանակի ուղղությամբ նոր միտքը նշանակում է, որ պետությունը կառուցվելու է ոլորտային մտածողությամբ։ Անվտանգություն, տնտեսություն, կրթություն, տեխնոլոգիա, դիվանագիտություն, ուսեն շարունակ։ Մեր բոլորի համար կարևոր է մասնագիտական գիտելիքը, որ յուրաքանչյուր նախարարություն աշխատի բացառապես մասնագիտացված ու հենված հայրենասիրական զգացմունքների ու ազգայնական մտածողության վրա։ Նոր միտքը վերածվելու է կառավարման մոդելների, ինստիտուտների, կանոնների ու չափելի արդյունքների։ Ամեն գաղափար պարտավոր է ունենալ իր գործնական ճարտարապետությունը, հակառակ դեպքում այդ գաղափարը կմերժվի որպես դատարկություն։